Գիտեիք, որ դիկտատոր բառը սկզբում բնավել վիրավորական բան չէր։ Հին Հռոմում դա ընդամենը ժամանակավոր պաշտոն էր։ Մարդուն տալիս էին իշխանություն կես տարով ինչ որ ճգնաժամ լուծելու համար, օրինակ պատերազմ։ Իսկ երբ որ խնդիրը հանգուցալուծվում էր, դիկտատորը կոչումից զրկվում էր ու գնում էր իրենց տուն։ Բայց պատմությունը ցույց տվեց, որ իշխանությունը թմրանյութի պես մի բան է, այն էլ մի անձնյա։ Մարդկությունը տեսավ Հիտլերին, Ստալինին, Մուսոլինիին, ովքեր այդ ժամանակավոր պաշտոնը դարձրին սմահ ու դժոխքի վերածեցին միլիոնավոր մարդկանց կյանքեր։ Իսկ հիմա ինչ վիճակ է։ Ձգվում է դիկտատուրան անցյալում է, ցավոք ոչ։ Այս պահին աշխարհում կա ավելի քան 50 երկիր, որոնք համարվում են ավտորիտար կամ դիկտատորական։ Դա աշխարհի պետությունների քարորդ մասն է։ Դիկտատուրան ունի կոնկրետ դեմք։ Օրինակ Հյուսիսային Կորեա, որտեղ Կիմերի ընտանիքը արդեն երրորդ սերունդն է ղեկավարում է երկիրը։ Այնտեղ մարդիկ նույնիսկ 20-րվածքը պիտի ընտրեն պետության հաստատված ցուցակից։ Կամ վերցնենք Թուրքմենստանը, նախկին նախագահը իր կենթանության օրոք իր պատվին ոսկե արձան էր կանգնեցրել, որը պատտվում էր արևի ուղղությամբ, մինչդեռ ժողովուրդը ապրում էր տոտալաղքատության մեջ։ Կամ վերջապես Ադրբեջանը, որտեղ հայրը որդուն է փոխանցում իշխանությունը, իսկ վերջինս էլ պատրաստվում է իշխանությունը ժառանգել տղային։ Իսկ ինչ է լինում, երբ դիկտատորը կտրվում է իրականությունից։ Լինում է աղետ։ Օրինակ Զիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեի դեպքում։ Նա այնքան կարճացել աթոռից, որ երկիրը հասցրեց տնտեսական կոլապսի։ Մարդիկ հաց առնելու փողը խանութ էին տանում սայլակների վրա բեռնված, որովհետև գնաճը հասել էր միլիարդավոր տոկոսների ու մի կես կիլո հաց առնելու համար պետք էր ասենք 15 կիլոգրամ թղթադրամ։ Բայց ամենասարսափելին դիկտատորի վերջն է։ Հիշենք Ռումինիայի դիկտատոր Նիկոլայ Չաուշեսկուին։ Նրան թվում էր, թե ժողովուրդը իրեն պաշտում է։ Նա հանրահավաք կազմակերպեց վերջին ծափահարություններ լսելու համար, բայց հենց այդ հանրահավաքն էլ բուն հանրահավաքի ժամանակ շրջվեց իր դեմ։ Ընդամենը 3 օր անց նրան եւ կնոջը գնդակահարեցին նույն զինվորականները, որոնք երդվել էին նրան ցմահ ծառայել հավատարմությամբ։ Դիկտատուրան միշտ սկսում է շատ գեղեցիկ խոստումներով, կարգուկանոն կհաստատենք, երկիրը կհզորացնենք, բայց ավարտվում է կամ ոսկե արձաններով կամ էլ արյունալի հեղափոխությամբ։ Հիմա հարց ձեզ. եթե ձեր առջև դնեին ընտրություն, թվացial անվտանգություն եւ անփոփոխ կայուն իշխանություն, բայց զրո ազատություն, կհամաձայնվեիք ապրել նման երկրում։ Գրեք մեկնաբանություններում իսկ մյուս անգամ խոսենք մի մոդելի մասին, որտեղ իշխում են պրոֆեսիոնալներն ու գիտնականները։